Երրորդ կարևոր քայլը, որ պետք է անել արդյունավետ ղեկավար դառնալու համար, դա արդյունքահեն մոտեցում զարգացնելն է թիմի ներսում։ Սա անմիջական շարունակություն է նախորդ կետի, երբ դուք ուրեմն ակնկալիքներն ու պատասխանատվության զոնաները սահմանում եք, հատկապես եթե դուք դա անում եք process-ներն էլ ինչ-որ ձևով մշակելով, ապա հաջորդ քայլը արդյունքն է։ Արդյունքահեն մոտեցում ձևավորելը։ Մի հատ վարժություն ասեմ, որ ձեր թիմում վաղ պետք է տամ անել, այս վարժությունը որ անեք, դուք ապշած կմնաք դրա արդյունքներից։ Հարցրեք ձեր թիմում, ուղղակի հարցրեք թիմին վաղը, թե որն է իրենց աշխատանքի արդյունքը։ Ամեն թիմացին առանձին հարցրեք, որն է քո կարծիքով քո աշխատանքի արդյունքը, ինչ արդյունք դու պիտի տաս։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ դուք կապշեք, թե ինչքան տարբեր, ինչքան իրականությունից հեռու, ինչքան ձեր ակնկալած պատասխանից հետո հեռու պատասխաններ եք ստանալու, էլի այս սեփական փորձից եմ ասում, այս փորձը արել ենք տարբեր ընկերություններում, տարբեր մակարդակներում ու ամեն անգամ մեր ակնկալիքից էականորեն տարբերվող արդյունքներ ենք ստացել։ Ինչ ասել է արդյունքահեն մոտեցում, հա, սա հիմնակարային գաղափար է ուրեմն արդյունավետ թիմի համար։ Ամեն թիմակից պիտի հստակ իմանա, ինչ արդյունք է ինքը արտադրում, ճակերտների մեջ արտադրում եւ ում է դա փոխանցում։ Այսինքն ամեն թիմակից պիտի հասկանա, որ ինքը ոչ թե գալիս է գործի ինչ որ բան է անում ժամանակի ծախսում գտնվում, այլ կամ ինչ որ process-ի մեջ մասնակցություն ունի։ Ամեն թիմակից պիտի հստակ հասկանա իր աշխատանքի ինչ կոնկրետ արդյունք, ինչ արժեք է գեներացնում, այդ գեներացված արժեքը ինքը ում է փոխանցում։ Ինչի համար, որպեսզի նախ բոլորը մտածեն արդյունքի պրիզմայով, հա, հասկանան, որ իրենք ոչ թե ժամանակ ծախսելու համար են փող ստանում, ոչ թե ինչ-որ process անելու, թուղթ տպելու, չգիտեմ, ստանոկի դիմաց կանգնելու կամ այլ մի աշխատանքի համար են փող ստանում, այլ իրենք փող են ստանում արդյունք գեներացնելու համար։ Ու երբ որ այդ արդյունքը 1-2 չի գեներացվում, արդեն հարց է ծագում, ինչքանով է ընդհանրապես նպատակահարմար այդ մարդու մեր ընկերությունում եւ մեր թիմում գտնվելը։ Այդ մարդիկ ցեն այսպես մտածել թիմում, թիմը միանգամից կսկսի շատ ավելի արդյունավետ աշխատել։ Դրա համար ամեն ֆունկցիայի համար գրեք դրանից ակնկալվող արդյունք։ Երբ որ ֆիքսեք ֆունկցիաները նախորդ քայլում, որի մասին խոսեցինք, դրանց դիմաց գրեք ակնկալվող արդյունքները։ Երկրորդ քայլով ապահովեք, որ ամեն թիմակից անգիր իմանա եւ պատկերացնի իր ակնկալող արդյունքը։ Դրամ անգիր իմանա, բառից բնի իմաստով, այսինքն երբ մարդուն հարցնես ինչ արդյունք պիտի դու գեներացնես, այս ինչ գործը ինչ արդյունք է գեներացնում, ինքը ճիշտ նկարագրի, ճիշտ կարողանա պատասխանել։ Սա ենթագիտակցության մակարդակում պետք է լինի մարդկանց, որպեսզի իրենք ամեն օր, ամեն պահի աշխատանք անելուց ճիշտ մտքում ունենան, ինչի համար են անում, ինչ արդյունք գեներացնելու համար են անում։ Նույնիսկ եթե մարդը process-ները հստակ չի իմանում, նույնիսկ եթե մարդը իր աշխատանքը այդքան էլ լավ չկատարի, նույնիսկ եթե մարդը իր աշխատանքում սահմանափակումներ, խնդիրներ ունենա, այս մոտեցումը թույլ է տալիս շատ ավելի լավ արդյունքներ ստանալ, քան առանց այս մոտեցման աշխատանքի դեպքում, բայց հստակ գծված, իդեալական մշակված process-ների պայմաններում։ Այս էլ 100 անգամ փորձված ճշմարտություն, իրականություն է, հա։ Եվ իհարկե արդյունքները ֆիքսելուց հետո պետք է այդ արդյունքների հիման վրա սահմանել KPI, այսինքն երբ որ մարդը հասկանում է, որ ինքը գեներացնում է X արդյունքը, օրինակ զանգերի հեռախոսի դիմաց նստած մարդը, որ պատասխանում է զանգերին, ինքը ոչ թե պատասխանում է զանգերին, այլ ինքը գեներացնում է կոնկրետ արդյունք, օրինակ գեներացնում է վաճառք, կամ գեներացնում է որակավորված եւ CRM-ում գրանցված lead, կամ գեներացնում է գոնե ճիշտ մարդուն փոխանցված զանգ, հա, դա իր արդյունքը։ Այդտեղ արդեն կարելի է KPI սահմանել, վաճառքի ծավալ, պատասխանված զանգերի քանակ, CRM-ում լրացման բան ամբողջականություն եւ այլն, հա, KPI-ներ կարելի է սահմանել, բայց կարելի է սահմանել միայն երբ հստակ է թե ինչ արդյունք է գեներացնում տվյալ մարդը։